Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վերել դրամատիկական թատրոնը նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին հանդիսատեսին ներկայացավ Շիրվանզադեի պատվի համար դրամայով։ Պրեմիերայի մարզային թատրոնի և սպասվող ամանորի գաղտնիքը մանկական ներկայացման մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին, թատրոնի հիմնադիր տնօրեն և ներկայացման ռեժիսոր Արամ Նալբանդյան, դերասանուհի Ռոզի Վարդանյան, դերասան Մեսրոպ Աբդոյան։ Շնորհակալություն ձեզ սպառավոճան գալու համար։ Ճիշտ էր։ Այո, այսքան շնորհակալ ենք բոլորին։ Եկեք խոսենք ներկայացման մասին, առաջնախաղի պրեմիերայի դա յուրաքանչյուրի համար այսպես շատ կարևոր կետ է, պատմեք։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հյուրընկալելու համար մեր թիմին ձեր տաղավարում։ Խոսեք դուք ներկայացումից հետո Ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հյուրընկալել եք մեզ։ Այո, ճիշտ եք, բոլորի համար պրեմիերան դա մեծ էմոցիաների եւ զգացողությունների պորտկում է, ու մեզ մոտ նույնպես այդպես էր, շատ հաճելի էր եւս մեկ անգամ հյուրընկալել հանդիսատեսին Մեծամոր համայնքի եւ հատկապես դպրոցական երեխաներին, ովքեր նոր են մտնում կյանք եւ ծանոթանում արվեստի աշխարհին, իսկ դա շատ կարեւոր է հատկապես երեխաների մեջ սերմանել արվեստը, որովհետեւ մշակույթը ինքը հենց ամենակարևորը բանն է։ Այո, կներես Ռոզի։ Ասա։ Ինչի այս թեմայով շատ հաճախ ինչ-որ խոսել ենք, ինչի հենց դպրոցականներին է կարևոր, առաջին հերթին դպրոցականներին է կարևոր, որ գան թատրոն, մոտ լինեն մշակույթին, որովհետև ի վերջո մշակույթի գործիչները ովքեր են, մշակներ են մարդու ուղեղի ճաշակի և գիտության և խոսքի ճշգրտության մշակներն են։ Դրա համար երեխաները, երբ որ հատկապես դպրոցական երեխաները, երբ որ գալիս են թատրոն ու առնչվում են թատրոնի հետ, իրանց մոտ մի փոքր ավելի ճաշակը բարձրանում է։ Մենք հենց դա է ամենակարևորը իմ պատկերացմամբ դպրոցականների համար, հա։ Մենք մշակներ ենք։ Մուտքին հասնելը բանափոխ։ Այո, արդեն զարգացում է գնում դեպի, էլի։ Իսկ ինչ վերաբերում է պրեմիերային եւ հատկապես նրան, որ մեծ պատասխանատվություն է մարմնավորելը, այսպես ասած, գլխավոր հերոսուհուն, այդ շատ լարված ու սենց շատ սպասումով, թե ինչպես կլինի, ինչպես կընդունեն, ինչպես կընկալեն, որովհետև յուրաքանչյուրը կարող է ընթերցել այդ պիեսը, չէ՞, ի վերջո, բայց թե դու ինչպես ես մատուցում, դա այլ է, ու ինչպես են քո մատուցած ընկալում, դա նույնպես այլ է, ու շատ բարդ է այդ փուլը, երբ որ դու փորձում ես պատկերացնել, որ հնարավորինս լինի այնպես, որ հասկանալի լինի, ընկալելի լինի, ավելի պարզ լինի, ու բարդությունը կար էլի, բայց ինձ թվում է խստապահանջ հանդիսատես դպրոցական Եվս պատվի համարին, որ բոլորը ունեն իրենց հերոսները, արդեն դպրոցական տարիքից ավելի հասուն տարիքում իրենց ձևով են ընկալում, իրենց պրիզմայով են նայում, ու դուք պետք է ներկայացնեք բոլորին համար ընկալելի հերոս։ Եվ հատկապես պատվի համարի, ինչի համար ենք խաղում, պատվի համար ենք խաղում, ու այդ պատիվը, որը եղել է, որը գրել է Շիրվանզադեն, հիմա շատ քիչ է հանդիպում դրա մասին խոսքը։ Մարդկանց մեջ շատ քիչ կա այդ երևույթը, որ իր խոսքը եւ իր պատիվը ավելի բարձր է, քան ինչ որ աշխարհիկ խոսակցություններ կամ նյութական ինչ որ մի բան, գումարը եւ այլն կամ սերը։ Այդ ամենաբարդն է եւ մեր համար որպես զգալու, հա, եւ հանդիսատեսին փոխանցելու հատկապես, որովհետեւ խոսում ենք մի բանի մասին, որ հիմա չկա, բայց լավ կլինի, որ լինի։ Այո։ Ու չկա ասածը քիչ է ամենայն դեպս։ Բայց եւ առաջվանը չի։ Առաջվանը չի, այո։ Այո, առաջվանը այդ սերնդային թևի մեջ ենք, էլի, որ ասում ենք, էլ առաջվանը չի։ Ժամանակաշրջանի թերևս, ժամանակաշրջանի արդեն արագ փոփոխվող աշխարհում։ Այո, որովհետև միևնույնն է, ես շատ մեծ չեմ ու շատ փոքրերի համար չենք խաղում, մանուկների համար չենք խաղում, բայց միևնույնն է, ես տեսել եմ, որ սովետական ժամանակաշրջանում շատ չէր այդ պատվի հետևից գնալը։
բայց մեր ներկայացումը մենք բանը գրվել է 1904 թվականին, էկրանավորվել է 1959-ին։ Մենք լսեցինք Արամի ձայնը։ Բայց հիմա թատրոնի մասին խոսելուց հեսա թատրոնի մասին կխոսենք։ Բայց մենք խաղում ենք բոլոր ժամանակներում, որովհետև այո, պատվի համարը դա դասական գործ է, բոլոր դասական գործերն էլ բոլոր ժամանակների համար է եւ ինչի ենք ասում, որ չկա հիմա դա, ոչ թե չկա, այլ քիչ կա։ Ու մեր ցավն էլ հենց այդ է, որ այդ պատվի զգացողությունը հիմա հասարակության մեջ ավելի քիչ է, քան այն ժամանակ է եղել, երբևէ եղել է կամ ու հուսանք, որ պատիվ առաջնային կլինի, որովհետև առանց պատիվ ոնց է տեքստը։ Արամ, Առանց պատվի որպես մի ռեժիսոր անգամ չեմ կարող ապրել։ Որքանով էր հեշտ ստանձնել այդ դերը ռեժիսորի։ Եվ ինչպես մեզ հուշեցին նաև թատրոնի մասին պատմեք ինչ գործերից եք ծավալում։ Թատրոնը արդեն ուզում եմ ասել, որ ունի համայնքային կարգավիճակ 2025 թվականի հունվարից։ Շնորհակալություն մեծամոր համայնքին։ 1 տարեկան է։ Այո, որպես համայնքային կարգավիճակ ունեցող 1 տարեկան է, բայց 26 թվականի մայիսի 4-ին կլրանա թատրոնի 5-ամյակը, այսինքն 4 տարի թատրոնը։ Երիտասարդ է, դեռ ճանապարհ ունի անցնելու եւ կարևոր գործ ունի։ Պրպտումների մեջ ենք թատրոնով, որովհետեւ դժվար է մարզի հանդիսատեսի համար հստակ ուղղություն վերցնել եւ ասել, որ մարզը սիրում է այս տեսակ բեմադրություններ կամ ոճային առումով։ Հիմնական շեշտը դրված է դպրոցահասակ հանդիսատեսի համար բեմադրվող ներկայացումներին, որովհետեւ եւ ին եւ թիմի գլխավոր պայմաններից մեկը մեր համար բեմադրել դասագրքերում ներառված նյութեր, որովհետև բոլորիս քաջ հայտնի է, որ հիմա կարդալը կարելի ասել քիչ-քիչ մղվում է հետին պլան։ Ոչ։ Դպրոցահասակ տարիքի համար կարծում եմ մենք շատ ենք առնչվում դպրոցահասակների հետ ու հիմնականում կոնկրետ վերջին պրեմիերան, հա, պատվի համարի գրեթե զրույցի ընթացքում 10-ից 5-ը ծանոթ չէին։ Փաստը մնում է փաստ։ Հա, գոնե դա միանշանակ չի, որ չեն ընթերցում, բայց այո, բայց այդպես դա ճշմարտությանը մոտ է։ Միևնույնն է, եթե նույնիսկ իրենք ծանոթ էլ լինեն, հա, թատրոնը հենց դրա համար է, միշտ ինչպես են մատուցում, ինչպես ենք մատուցում, եւ թատրոնը նաեւ հետեւյալի համար է, որ բոլորը կգան կնայեն կամ բոլորը չէ, մեծ մասը, հա, ընկերներով եկել են, մի ամբողջ դասարան եկել են, նայել են ներկայացում ու վստահ եմ, որ իրանք դուրս կգան թատրոնի պատերից դուրս ու կքննարկեն դա։ Լավ կլինի, արդեն դա բնավ կարևոր չէ, կարևորը որ դա կլինի մասսայական ինչ-որ չափով, ոչ թե ամեն մեկը իր տանը կկարդա այդ գիրքը ու բան ինքը իր պատկերացումների մեջ կխորանա, լավը կգտնի, վատը կգտնի, դա արդեն իր անձնական բանից է, տեսանկյունից է այդ լինելու, բայց այս պարագայում իրենք նայում են մի տեսանկյուն ու այդ տեսանկյունը իրենք քննարկում են, դա շատ կարևոր բան է։ Կարծիքների բախում։ Ես ուզում եմ շատ կարևոր մի բան ասել մեր վերելք թատրոնի հետ կապված, որ չէ, մեզ բան չասեմ, որ մի հարցնեք ռեժիսորին, հարցնելու խնդիր չունեի։ Եթերում ենք։ Ստեղծագործական գաղտնիքներն եք անցել։ Հետո կասեմ ինչ մտքովս անցա։ Ուրեմն շատ կարևոր բան է թատրոն ստեղծելը։ Շատ կարևոր բան է թատրոն ստեղծելը։ Հակառակը ես իրականում կներես Մեսրոպ ջան, իրականում մեր մոտ չկա մեր թատրոնում կոնկրետ չկա ղեկավար աշխատող։ Թիմային աշխատող։ Հիերարխիան բացակայել է։ Մարմնի պես է, ամբողջ այդպես ողնաշարի պես է, բոլորս իրար հետ աշխատում ենք ու սկսած տեխնիկական աշխատանքից չկա բաշխված դերեր, որ ես սրանից ավել չեմ անում, որովհետև ես տնօրեն եմ կամ ընդհակառակը ես դերասանուհի եմ կամ դերասան եմ անում սա։ Չէ, բոլորս անգամ հայտ ենք։ հա, եթե պետք է բեմի համար դեկորացիաներ կամ չգիտեմ ինչ-որ բան ավելացնելով մենք մեր հիմնական ներկայացման այս դեկորացիան եւ բեմի ձևավորումը արել է մեր դերասաններից մեկը Կարենը Հարությունյան։
Այսօր մեր մոտ թիմային աշխատանք է ու բոլորս հաջողության գրավականը թերևս դրանում է։ Շարունակելով ձեր խոսքը։ Շարունակելով իմ խոսքը ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր է թատրոն ստեղծելը ու այդ շատ բարդ բան է, էլի, շատ երկար տարիներ աշխատելով թատրոնում հասկանում ես, որ ուղղակի կառավարելը կամ ստեղծելը, ուղղակի այդ ամեն ինչի մեջ գումար դնելու ու հասկանալ, որ կարող է ինքը հետ չգա, բայց դու ուզում ես, որովհետև քո համայնքի ժողովուրդը դրա կարոտը ունի, դրա կարոտը շատ ունի։ Նմանատիպ ձեռնարկող մարդիկ պետքա, ես հիմա Արամի գլուխն եմ գովում ու դիեթերով ամենայն անկեղծությամբ, որովհետև չեմ հավատում։ Չէ, Արամը Պահենք։ խիստ ղեկավարը, հա, տեղն եկած տեղը խիստ է։ Տեղն եկած տեղը խիստ է ու այդ խստությունը շատ կարևոր է, այդ խստությունը իր եսասիրությունից չի գալիս, այդ խստությունը գալիս է թատրոնից, որ թատրոնը պետքա պահենք, որովհետև թատրոնը ստեղծվել է, թատրոնը ունի կարգավիճակ, թատրոնը արդեն հանդիսատես ունի, արդեն ունի հանդիսատեսները, ովքեր զանգում է ու ամենաառաջին իրանք են պատվիրում ներկայացում, հենց էջում հայտնվում է ինչ-որ ներկայացում, իրանք անպայման գալիս երկրորդ կամ երրորդ շարքում նստած են առաջին հանդիսատեսն է, այսինքն եթե որևէ ժամանակ նոր պրեմիերա լինի, հաստատ իրանք այդտեղ են։ Դա շատ կարևոր է, ինչքան ժամանակ է թարմացվում, օրինակ։ Այս պահին տարեկան կտրվածքով 4 պրեմիերա ենք ունենում, դեռ հասցնում ենք 4-ին, որովհետև թիմը փոքր է, բաղկացած է 14 հոգուց եւ առաջիկայում նախատեսում ենք նաեւ հրավիրել բեմադրիչներ, արդեն ունենք ամանորյա մանկական ներկայացմանը, հրավիրել ենք բեմադրիչ, Պատմենք նաև այդ ամանորի գաղտնիքը մանկական ներկայացում։ Դե երեխեքը չեն կարդում, դա չենք։ Չէ, դա կարդալ ինձ թվում է հեղինակային գործ է դա, կարդալու համար ինձ թվում է երևի հասանելի չի այդ գործը կարդալու։ Բայց հասանելի կլինի դիտելու համար։ Դովլաթյան Համլետը բեմադրիչն է այդ ներկայացման, մեր ընկերը հրավիրել ենք, որպեսզի մի քիչ թեթևանամ ու կարողանամ ավելի տեխնիկական գործերով զբաղվել թատրոնի։ Ներկայացումը մեր երկու պլյուս է, այսինքն 2 տարեկանից մինչև 12-13 տարեկան կարող են դիտել ներկայացումը ու ինչպես միշտ ավանդույթ դարձած արդեն Մեծամորի համայնքապետարանը իր համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների համար փոքրիկ անակնկալ նվերներ է պատրաստել Ձմեռ պապիկի կողմից։ Եվ ներկայացման ամբողջ ընթացքում ինձ թվում է երեխաները եւ լարված կլինեն եւ կհետևեն ամանորի լինել չլինելուն, այսպես չեմ ուզում շատ միանշանակ լինելուն է պետք է։ Նույնիսկ ես եմ ցանկանում միշտ հավատալ, այսպես բալիկները չհավատան։ Չեն կճվեն, որովհետեւ ամանոր լինելու է եւ վերելքում Ձմեռ պապիկը գալու է։ Անպայման։ Եթե Ձմեռ պապիկը ձեզ մոտ չէ, ապա իմացեք, որ Արմանները գնացել վերելքում է։ Հրաշալի է, որ մարզից ստիպված չեն լինելու նրանց ծնողները, ինչպես տեսնում ենք այդ ամանորյա հերթերը, տեխնիկային թատրոնները կլինեն, խամաճիկներ, այնքան հերթեր են լինում մարզերից Երևան երեխաներին տեղափոխելու։ Շատ լավ է, որ մարզ կենտրոններում է լինում, մարզերի քաղաքներում է լինում հեշտ, կարծում ծնողներն ավելի շատ են ուրախացել դրանից։ Ստեղծել է ինքը իր համայնքում ստեղծել է մի բան, որ համայնքի ժողովրդի ավելի հասանելի լինի մշակույթը։ Սա շատ կարևոր է ու պետք է իր մեջքին կանգնած լինենք։ Մենք թիմով ու մենք գնում ենք Արմավիր։ Հաճախելիության առումով ինչպիսի պատկեր ունեք, օրինակ, եթե 5 տարվա կտրվածքով նայենք, փոփոխություն ունեք դինամիկայի։ Այո, Ինձ թվում է։ Մասնակցել ենք փառատոնի, Բելայա Վեժա փառատոնին ենք մասնակցել Բելարուսի Հանրապետությունում սեպտեմբեր ամսին։ Նաև մեզ մոտ է եղել փառատոն, վերելք թատերական փառատոն, Հայաստանի տարբեր թատրոններից 6 թատրոն մասնակցել են մեզ մոտ, այսինքն մեր հանդիսատեսի նաև հենց մեր համայնքում, Մեծամոր համայնքում ծանոթացրել ենք Հայաստանի մի շարք թատրոնների ձեռագրի հետ։ Դա արդեն շատ կարևոր է ու նաև աբոնեմենտային համակարգն է սեպտեմբերից մեր մոտ գործում։ Ունենք դրական շատ նորություններ,
Մեզ մնում է մենակ աշխատել ինձ թվում է, չունենք ոչ մի բանի կարիք։ Կարևորն այն է, որ մենք բացի նրանից, որ անընդհատ նշեցինք դպրոցականներ եւ այլն, բայց մենք ունենք արդեն հանդիսատես, ովքեր հենց իրենք են զանգում, իրենք են տոմս գնում եւ պատվիրում, դա էլ է մեծ առաջընթաց։ Այսինքն արդեն այո, մարդիկ հասկանում են, որ այս տարածքում կա թատրոն, որ կարելի է զանգել, տոմս պատվիրել եւ գնալ ներկայացում նայելու։ Անգամ ունենք հանդիսատես, որ մեզ առաջարկում են գործեր բեմադրելու, այսինքն ակտիվ է բավականին։ Ունենք հանդիսատես, որ առաջարկում են, որ կուզենանք ձեզ մոտ այս գործը տեսնել։ Ստեղծագործական նորանոր վերելքներ ենք ցանկանում, լեբլեցուն դահլիճներ ու առաջնախաղեր ձեզ։ Շնորհակալ ենք, ձեզ անսպառ եթերներ եմ մաղթում, որ մեզ հյուրընկալ եք եւ եւս մեկ անգամ շնորհակալություն, որ այս գեղեցիկ տաղավարում մեզ հյուրընկալեցիք։ Սիրով։ Շնորհակալություն։ Մենք եւս շնորհակալ ենք հարգելի հեռուստադիտող, տեսեք երկու հյուրերի դեպքում ինչքան ինֆորմացիա ձեզ տվեցինք, լցրեք ձեր օրը եւ այսօր բոլորիդ լավ աշխատանքային օր։ Լավ օր։